վերաբերյալ ողջամիտ կասկած հարուցել։ Երկրորդ կազմակերպությունը հանդես է եկել հրապարակային քաղաքական դիրքորոշումներով, միանալով հասարակական կազմակերպությունների հայտարարությանը հղում 1, որը պարունակում է պետական կառավարման համակարգի վերաբերյալ քաղաքական գնահատականներ եւ պահանջներ։ Սա վկայում է, որ կազմակերպությունը ներգրաված է հանրային քաղաքական օրակարգի ձևավորման գործընթացում, ավելին նշված հայտարարության մեջ տեղ գտած 20 տարվա իշխանության զավթման վերաբերյալ գնահատականը վերաբերում է նաև այն ժամանակահատվածին, երբ Հայաստանի Հանրապետության նախագահ է եղել Ռոբերտ Քոչարյանը, ով ընթացիկ ընտրական գործընթացի մասնակից է եւ ղեկավարում է մեկ այլ քաղաքական ուժի ընտրական ցուցակ։ Այս հանգամանքը կարող է առաջացնել ողջամիտ կասկած կազմակերպության կողմից առանձին ընտրական սուբյեկտների նկատմամբ կանխագահ վերաբերմունքի վերաբերյալ։ Մայիսի 4-ին Դանիել Յովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում 2 գրառում է արել Կարեն Դերմրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ Եվրոպական համայնքի գագաթնաժողովի առթիվ տեղի ունեցած ցույցի մասին, գրելով. Ճակերտները բացված 300 հոգին մի քանի հազար մարդու շուխուռ են անում, մի 20,000 մարդու չափ է հիստերիա, հղումը ճակերտը փակված, սա հղում 2, երկրորդ ճակերտը բացած, այսօրվա միջոցառումը զուգորդվում էր ռուսաստանյան ծագման ստերի, մանիպուլյացիաների, ԱԲ գեներացրած ֆեյքերի, ինչպես նաև տրոլերի կազմակերպած խմբերի գործողություններով, ճակերտը փակած, հղում 3, հաշվի առնելով գրառման բացասական երանգը եւ այն, որ ցույցին մասնակցում էր նաեւ Արման Թաթոյանի գլխավորած միասնության թևերը, սա ընտրական օրենսգրքի 30-րդ հոդվածի առերևույթ խախտում է։ Վերաբերյալ հանգամանքների համակցությամբ առաջանում են հիմնավոր հարցադրումներ, իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության կողմից ընտրական գործընթացում անկախ եւ անկողմնակալ դիտորդական առաքելություն իրականացնել հնարավորության վերաբերյալ։ Հաշվի առնելով վերաբերյալը եւ առաջնորդվելով ընտրական օրենսգրքի 30-րդ 31-րդ հոդվածի պահանջներով, խնդրում ենք գնահատել նշած կազմակերպության համապատասխանությունը դիտորդական գործունեության համար անհրաժեշտ չեզոքության եւ անկողմնակալության չափանիշներին, երկրորդ քննարկել լրացուցիչ երաշխիքների կամ սահմանափակումների կիրառման հարցը։ Եվ այստեղ հղումներն են նախագծում ներկայացված, այսքանով առաջին մասը ավարտեցի, ես պիտի Տիկին Համբարձումյանից ճշտեմ, արդյոք իրենց դիմումը լիարժեք էր ներկայացված, թե ինչ-որ իրենց դիմումի վերաբերյալ որևէ ավելացնելու, լրացնելու բան ունեն։ Տիկին Համբարձումյան, պիտի խնդրեմ գաք առաջ, գաք այստեղից Պիտի խնդրեմ, որպեսզի այդ բարձրախոսի մոտից, որպեսզի ինքնեսելի լինի ձեր ձայնը։ Հարգելի հանձնաժողովի անդամներ, մեր կողմից որևէ լրացում այլ չունենք, ինչ եզրակացություն, որ փորձագիտական եղել է դիտորդական առաքելության անկողմնակալության եւ չեզոքության պահպանման համար, մենք դա ներկայացրել ենք։ Շնորհակալություն, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Ես հարգելի գործընկերներ, շարունակելով ներկայացնել որոշման նախագծի երկրորդ մասը Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հիմնավորումները, պատճառաբանությունները եւ եզրահանգումը։ Վարչական հիմունքների եւ վարչական վարույթի մասին օրենքի երկրորդ հոդվածի 3-րդ մասի համաձայն առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք, Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի, այսուհետև ընտրական օրենսգիրք 47-րդ հոդվածի առաջին մասի համաձայն կենտրոնական եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում վարչական վարույթն իրականացվում է վարչահարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան ցույց օրենքով սահմանված առանձնահատկություններ եւ ժամկետներում։ Վերոնշյալ նորմերից բխում է, որ ընտրական հանձնաժողովին վարչական վարույթի նկատմամբ վարչահարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին օրենքի նորմերը կիրառել են միայն ընտրական օրենքերով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ։
Ընտրական հանձնաժողովներին վարչական վարույթի իրականացման առանձնահատկություններից է նաև ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ պարբերությամբ սահմանված իրավակարգավորումը, որի համաձայն դիմատուի վերաբերյալ տվյալներ չներառող կամ կեղծ տվյալներ ներառող դիմումները, իրավունքի չարաշահմամբ ներկայացված դիմումները, ոչ իրավասու անձի կողմից ներկայացված դիմումները, ինչպես նաև սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված պահանջների խախտմամբ ներկայացված դիմումները չեն քննարկում, դրանցով վարչական վարույթներ չեն հարուցում եւ ընտրական հանձնաժողովները որոշում են կայացնում վարչական վարույթի հարուցումը մերժելու մասին։ Այդ դեպքում ընտրական հանձնաժողովը իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ իրականացնելու վարչական վարույթ։ Ըստ Սահմանադրության 50-րդ հոդվածի առաջին մասը ամրագրում է յուրաքանչյուր ոք ունի վարչական վարույթների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արտարացի եւ ողջամիտ ժամկետում քննության իրավունք։ Ըստ Սահմանադրության նշած հոդվածը հստակ եւ աներկբա ամրագրում է, որ վարչական մարմիններից պատշաճ վարչարություն հայցելու իրավունքից անձը կարող է գտվել միայն իրեն առնչվող գործերով։ Ելնելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրած պատշաճ վարչարարության իրավունքի իրացման ներկայացվող պահանջներից, վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի, ինչպես նաեւ ընտրական օրենսգրքի իրավակարգավորումների հիմքում դրվել է նույն տրամաբանությունը։ Բողոքին կամ դիմում ներկայացվող պահանջներից է դիմումը կամ բողոքը իրավասու անձի կողմից ներկայացված լինելը։ Ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասում օրենսդիրն առանձնացնում է սուբյեկտների 5 խումբ, որոնց իրավունք է վերապահում բողոքարկելու ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները, անգործությունը։ Ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 3 մասի համաձայն ընտրական հանձնաժողովի որոշումը, գործողությունը, անգործությունը կարող է բողոքարկել յուրաքանչյուր ոք, ով գտնում է, որ խախտվել կամ կարող է խախտվել իր սույն օրենսգրքով սահմանված սուբյեկտիվ ընտրական իրավունքը։ Վստահված անձը, եթե գտնում է, որ խախտվել է իր կամ իր վստահորդի սույն օրենսգրքով սահմանված իրավունքը, դիտորդը կամ այցելուն, եթե գտնում է, որ խախտվել է իր սույն օրենսգրքով սահմանված իրավունքը, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչը, եթե գտնում է, որ խախտվել է իր սույն օրենսգրքով սահմանված իրավունքը, ընտրությունին մասնակցող կուսակցության լիազոր ներկայացուցիչը, եթե գտնում է, որ խախտվել է իր կամ իր վստահորդ կուսակցության կամ կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված տեխնացուի սույն օրենսգրքով սահմանված իրավունքը։ Վերաբերյալից ակնհայտ է, որ դիմումատու երիտասարդական ակումբների դաշնություն հասարակական կազմակերպությունը չի հանդիսանում դիմում ներկայացնելու իրավունք ունեցող սուբյեկտ, ուստի կազմակերպության անունից ներկայացված դիմումը չի համապատասխանում ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի առաջին մասի պահանջներին։ Հիմք ընդունելով վերագրյալը եւ ղեկավարվելու Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի առաջին մասի 4 պարբերությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում երիտասարդական ակումբների դաշնություն հասարակական կազմակերպության դիտորդական առաքելության ղեկավար Սեհան Վարդսումյանի 13.05.2026 թվականի դիմումով վարչական վարույթի հարուցումը մերժել, սյուն որոշումը ուժի մեջ է մտնում նիստում հրապարակելու պահից, սյուն որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան օրացուցային 3 օրվա ընթացքում։ Հարգելի գործընկերներ, ես նախագիծը ներկայացրեցի, նախագծի հետ կապված հարցեր դիտողություններ, ելույթներ չկան, այդ դեպքում որոշման նախագիծի կողմից ներկայացում եմ քվեարկության, ովքեր են կողմ որոշման հաստատմանը։ Կողմ 6 որոշումը ընդունված է։ Այժմ ներկայացնում եմ մեր օրակարգային նախագծի 3-րդ հարցի որոշման նախագիծը եւ այսպես երիտասարդական ակումբների դաշնություն հասարակական կազմակերպության դիտորդական առաքելության ղեկավար Սեհան Վարդսումյանի 13.05.2026 թվականի դիմումով ներկայացված հաղորդումների քննարկման մասին։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հարուցած վարչական վարչի շրջանակներում քննարկման առարկային հանդիսացել երիտասարդական ակումբների դաշնություն հասարակական կազմակերպության դիտորդական առաքելության ղեկավար Սահան Բարծումյանի 13.05.2026 թվականի դիմում ներկայացած հետևյալ հանգամանքները։ Կետ 1. Իրազեկ քաղաքացիների միավորում օգտատիրոջ ֆեյսբուքյան էջում առկա է գրառում այսօր մայիսի 4-ին մարզահամերգային համալիրի հարակից տարածքում տեղի է ունեցել բողոքի ակցիա իրազեկ քաղաքացիների միավորում այրոնկարահանման միջոցով իրականացրել է ակցիայի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 15:40-ի դրությամբ ակցիայի անցկացման վայրում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 300 մարդ։ Ակցիային արդեն միացել էին նաև Հայաստան դաշինքի կողմնակիցները, նկարահանումը իրականացվել է անձրևից հետո, երբ մասնակիցները դուրս են եկել գետնանցումից, հաշվարկը իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։ Միաժամանակ դիմումին կից ներկայացված է եղել Դանիել Յովհաննիսյան օգտատիրոջ ֆեյսբուքյան էջի էկրանատպվածքը, որում պատկերված է վերը նշված գրառումը, որի վերևի հատվածում առկա է 300 հոգին մի քանի հազար մարդու շուխուռ են անում, մի 20,000 մարդու չափ էլ հիստերիա բովանդակությամբ գրառում։ Կետ 2. Դանիել Յովհաննիսյան օգտատիրոջ ֆեյսբուքյան էջում առկա է գրառում չակերտը բացված այսօրվա միջոցառումը զուգորդվում է ռուսաստանյան ծագման ստերի, մանիպուլյացիաների, արհեստական բանականությամբ գեներացված ֆեյքերի, ինչպես նաև տրոլերի կազմակերպված խմբերի գործողություններով։ Ուսումնասիրելով ներկայացված հանգամանքները կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզեց։ Սոնոդվածի առաջին կետում ներկայացված նյութերի ուսումնասիրությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձանագրել է, որ նշված նյութերում ներկայացված հանգամանքները վերաբերում են Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հավատարմագրված անկախ դիտորդ հասարակական դաշինքի կազմում դիտորդական առաքելություն իրականացնող իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպությանը և դիտորդ Դանիել Յովհաննիսյանին։ Կետ 3. Ուսումնասիրելով սույն որոշման առաջին կետի առաջին ենթակետի ներքո ներկայացված հղումը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձանագրել, որ հղմամբ տեղադրված է իրազեկ քաղաքացիների միավորման այրոնկարահանման միջոցով իրականացված մայիսի 4-ի ակցիայի մասնակիցների հաշվարկի արդյունքները։ Երիտասարդական ակումբների դաշնություն հասարակական կազմակերպության դիտորդական առաքելության ղեկավար Սահան Բարծումյանի 13.05.2026 թվականի դիմումին կից ներկայացվել է էկրանատպված, որի մեջ երևում է իրազեկ քաղաքացիների միավորման հրապարակման վերաբերյալ ճակերտը բացած 300 հոգին մի քանի հազար մարդու շուխուռ են անում, մի 20,000 մարդու չափ էլ հիստերիա գրառումը, որի վերին հատվածում նշված է Դանիել Յովհաննիսյան։ Ուսումնասիրելով առաջին կետի երկրորդ ենթակետի ներքո ներկայացված հղումը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձանագրել, որ հղմամբ առկա է հետևյալ բովանդակությամբ գրառում այսօրվա միջոցառումը զուգորդվում է ռուսաստանյան ծագման ստերի, մանիպուլյացիաների, ԱԲ գեներացրած ֆեյքերի, ինչպես նաև տրոլերի կազմակերպված խմբերի գործողություններով, այս առումով շատ կարևոր է փաստերը ստուգողների գործողությունները, որոնք բացառապես փաստային ու ապացուցման բարձր նշաձողով են անդրադառնում այդ ստերին։ Որոշ նյութեր կդնեմ մեկնաբանություններում չակերտ մեջբերման ավարտ։ Գրառման վերին հատվածում նշված է Դանիել Յովհաննիսյան, որպես տվյալ գրառումը կատարելու ժամկետ նշված է 4 մայիսի 23:27 գրառման տակ առկա են մեկնաբանություններ և այլ հղումներ։ Սույն հղման էկրանատպվածքը ներկայացվել է նաև երիտասարդական ակումբների դաշնություն հասարակական կազմակերպության դիտորդական առաքելության ղեկավար Սահան Բարծումյանի դիմումի կից։ Ես պիտի ուղղակի ճշտեմ
Պարոն Իոնիսյան,